Սիրելիներս ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ տեսնելու ձեզ, այսօր մի այնպիսի թեմայի շուրջ եմ ուզում խոսեմ, որ մենք հաճախակի առնչվում ենք այդ իրավիճակներին ու հաճախ տեսնում ենք մարդկանց, ովքեր որ բռնված են կրոնական այդ ոգով, կրոնի ոգով և կրոնի ոգին թույլ չի տալիս, որ մարդը ավելի մոտենա ու ճանաչի Աստծուն։ Եվ կրոնի ոգին ինքը մի այնպիսի երևույթ է, որ մարդու և Աստծո միջև պատնեշներ է կառուցում։ Եվ այդ պատնեշները թույլ չեն տալիս, որ այդ մարդը տեսնի ճշմարտությունը, մոտենա Աստծուն, ճանաչի Աստծուն, և շատերի համար Հիսուս Քրիստոսը և Աստված դառնում է անհասանելի։ Շատերին թվում է, թե Աստված այնպիսի մի դիրքի վրա է, որ Աստծուն դժվար է մոտենալ, Աստծուն դժվար է հանդիպել, Աստծուն հեռվից պետք է նայես, մարդկանց մոտ այնպիսի մի երևակայություն ու հասկացողություն է ձևավորվել, որ Աստված անհասանելի է։ Այսօր վերնագրել եմ հասանելի Հիսուսը։ Հիսուս Քրիստոսը հասանելի է բոլորիս, ամեն։ Եթե Հիսուս Քրիստոսը հասանելի չլիներ, մենք էլ այստեղ չէինք լինի։ Եթե Հիսուս Քրիստոսը հասանելի չլիներ, կրոնը մեզ հեռու կպահեր եկեղեցուց, հեռու կպահեր Աստծուց, հեռու կպահեր սրբությունից և մեր կյանքն էլ չէր փոխվի, սիրելիս։ Այնպես որ գալով եկեղեցի, կարդալով Աստվածաշունչը, լինելով քրիստոնյա, մեր կյանքը նորոգվում, բժշկվում, փոփոխության է ենթարկվում և մենք ավելի ու ավելի ենք սիրահարվում Աստծուն ու ճանաչում մեր սիրելի Աստծուն, որովհետև Աստված ուզում է բնակվի իմ և քո ներսում, ոչ թե կրոնական ինչ-որ ծիսակատարությունների մեջ, ոչ թե ինչ-որ մի բարձրունքներում, որ անհասանելի է, այլ հենց իմ և քո ներսում։ Դու ուրախ ես, որ Հիսուսը ուզում է հրավիրես գա քո կյանքի մեջ, քո ներսում բնակվի։ Հալելույա։ Եսայի 40-ի 28-րդ խոսքում Աստծո խոսքն ասում է, որ Աստծո գործերը անքննելի են։ Ու մարդը մտածում է, եթե Աստծո գործերը անքննելի է, նշանակում է մարդը չի կարող ամբողջովին հասկանալ, թե Աստված ինչպես է գործում, ինչպես արարեց, ոնց կյանք տվեց այս ամեն ինչին, բնությանը, կենդանական աշխարհին, մարդկությանը, ու մարդը իրականում իհարկե չի կարող ընկալել ու հասկանալ ամբողջը, թե ինչպես տեղի ունեցավ։ Նույնիսկ գիտնականները, որ գիտնական են, տարբեր հետազոտությունների շնորհիվ նրանք հասկանում են, թե ինչ քիմիական տարերից է բաղկացած բնությունը, կենդանական աշխարհը ու ոնց կարելի է որը որի հետ միաբանել, որ ստացվի ինչ-որ մի բան, բայց նույնիսկ գիտնականները մինչև օրս չեն կարողանում կրկնօրինակեն։ Լավ, միգուցե եւ կկրկնօրինակեն, բայց կյանք չեն կարողանում տալ։ Որովհետև Աստծո գործերը անքննելի է։ Իհարկե, գիտնականները մոտենում են, հասկանում են, այս մոլեկուլը, այս բջիջը բաղկացած է այս ինչ բանից, ինչքան խորանում են, որպեսզի ավելի հասկանալի լինի, այնքան հասկանում են, որ անսահման է եւ անհասանելի է ամեն բան։ Տիրոջ գործերը անքննելի է, սիրելիս, իրականում։ Բայց մենք չհասկանալով հանդերձ, մենք բնակվում ենք այս միջավայրի մեջ, մենք ապրում ենք այս միջավայրի մեջ, մենք շոշափում ենք, տեսնում ենք մեզ չհասկանալի բաները, ամեն բան, օրինակ նայի կողքինիդ։ Ինչքան դու ճանաչում ես, դու տեսնում ես, դու հասկանում ես, բայց այնքան բան կա, որ չես հասկանում։ Ինչի է իր աչքերի գույնը շագանակագույն կամ կանաչ կամ կապույտ, ինչի են մեկի մաշկը ուրիշ է, մեկի գլխին մազգ է, մեկի գլխին չկա, ոնց է ստեղծել Աստված տեսողությունը, միտքը, ինչպես է մարդու ուղեղը աշխատում, ոնց է մտածում, դու դրանք տեսնում ես, բայց ամբողջովին չես հասկանում։ Բայց մենք ապրում ենք այս միջավայրի մեջ, այն միջավայրի մեջ, որը ստեղծել է Աստված։ Այո, Աստծո գործերը անքննելի են։ Ես նույնիսկ ինչ չեմ կարող հասկանամ, թե ոնց Աստված իմ ներսում գործում կամ դրել
այս մտածելակերպը կամ տեսողությունը, լսողությունը, սիրտս ինչպես է աշխատում, ինչի՞ չեմ մտածում, օրինակ, երբ շնչեմ, երբ արտաշնչեմ, հա, երբևիցե մտածել ես։ Մեկ անգամ փորձեցի, շունչս կտրվում էր։ Ասացի, որ մնար ինձ, ես երևի չկարողանայի շնչեմ, ավելի լավ է թողեմ Աստծո հույսին։ Ոնց դրել է, տենց էլ աշխատի։ Ու իրականում փառք Աստծուն, Աստված մի այնպիսի յուրահատուկ կյանք է ստեղծել ու դրել ամեն ինչի մեջ կյանք, որ մենք նայում ենք, հիանում ենք, զարմանում ենք այս հրաշքի համար, բայց ապրում ենք։ Հասկանանք թե չհասկանանք։ Աստծո գործերը անքննելի են։ Բայց դա չի նշանակում, որ Աստված անհասանելի է սիրելիս։ Աստծո գործերը միգուցե անքննելի են, բայց Աստված անհասանելի չի։ Ընդհակառակը, միակ բանն է, որ Աստված ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի իր ստեղծագործությունը, իր արարչությունը, մարդ տեսակը, որը ստեղծված Աստծո պատկերով ու նմանությամբ, որպեսզի այդ մարդ տեսակը ճանաչի իրան, մոտենա իրան, Աստծուն, շփում ունենա Տիրոջ հետ։ Աստված ստեղծել է բոլոր պայմանները։ Աստված չի դրել ինչ-որ մի, գիտեք ինչ, այսպես օֆիս է բացել Տերը, մի հատ քարտուղար է դրել, մի հատ էլ քարտուղարի քարտուղար, ու եթե ուզում ես մոտենաս Աստծուն, այն որ ռուսերեն sense խոսք կա, չէ, չերեզներով ես մոտենում, միջնորդի միջոցով ես մոտենում, հա։ Աստված միջնորդներ չի դրել, որպեսզի դու ինքը դառնա քեզ համար անհասանելի ու դու էլ չկարողանաս իր երեսը տեսնես կամ իր հետ հանդիպում ունենաս։ Ընդհակառակը Աստված ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի մենք կարողանանք, որպեսզի մենք փափագ ունենանք ու ձգտենք մոտենանք Աստծուն։ Ամեն։ Օրինակ բերեմ, ի սկզբանե Աստված հասանելի Աստված է։ Մենք տեսնում ենք դա Ծննդոց 3-րդ գլխում, երբ որ գրված է Աստված ստեղծեց դրախտը Ադամին ու Եվային եւ դրեց այդ Եդեմի պարտեզի մեջ ու գրված է, որ Աստված օրվա հով ժամանակին իջնում էր, գալիս էր, զբոսնում էր Ադամի ու Եվայի հետ եւ նրանց հետ շփվում էր։ Նրանց հետ զրուցում էր, սովորացնում էր, ուղղություններ ցույց տալիս, միասին շփվում ուրախանում էին։ Մարդը ցավոք սրտի լինելով խաբված, ինքը իր համար կանոններ է որոշում, ձև է որոշում, կրոնական ինչ-որ ծեսեր է որոշում, սովորություններ է դրել ինքը իր համար, որպեսզի այդ սովորությունների, ծեսերի միջոցով կարծես թե հաճելի լինի Աստծուն, Աստծուն, այն որ ասում է Աստծունը տա Աստծուն, բայց այդ բոլոր մարդկային հորինվածքները, դրանք մարդն է ստեղծել, որպեսզի Աստծուն թույլ չտա իր կյանքի մեջ մտնի։ Այսինքն մարդը, հիշում եք Բաբելոնի աշտարակը, հա, Բաբելոնի աշտարակը ինչի համար կառուցեցին, Աստված, կենդանի Աստված, բայց իրանք փորձեցին իրանց ձևերով կառուցեն մի աշտարակ, որ իրանց ձևերով կարծես թե հասնեն Աստծուն։ Աստված էր նայեց ու ասեց, ես ձեր կառուցած Բաբելոնի աշտարակը ավելի շատ պատնեշ է, ավելի շատ բերդ է, ավելի շատ խանգարող հանգամանք է իմ եւ ձեր միջեւ։ Եվ Աստված լեզուները խառնեց, որ ել չկառուցեն։ Այսօր մարդը Բաբելոնի աշտարակի փոխարեն դրա նման, դրա տիպիկ մի բան է կառուցում, կանոններ, սովորություններ, կրոնական ծեսեր, օրենքներ, որոնք Բաբելոնի աշտարակի պես մի խանգարող բան են դառնում մարդու ու Աստծո միջև։ Մարդը փոխանակ Աստծուն երես առ երես հանդիպի, փորձում է ինչ-որ ծեսերի միջոցով Աստծո բաժինը տա Աստծուն ու ինքը հանգիստ իր մեղքի մեջ ապրի։ Ինչքան մեղավոր մարդ կա, չէ՞, որ օրինակի համար ծիսական բոլոր այդ կանոնները, սովորությունները պահում են, բայց մեղքից չեն ազատվում։ Բայց նույն մեղքի մեջ են։ Շնություն, հայհոյություն, խաբեություն, գողություն,
անհավատարմություն եւ տարբեր տեսակի բաներ, բամբասանք եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդը խաբված լինելով մեղքի պատճառով փախչում է Աստծո երեսից։ Գիտի, որ Աստված կա։ Գիտի, որ Աստված իրական Աստված է, բայց Աստված փորձում է պայմաններ ստեղծի, որ մենք իր հետ շփվենք ու մտերմանանք։ Մարդն էլ հակառակ դրան, հակառակ պայմաններ է ստեղծում ու բարիերներ, որ Աստծուն թույլ չտա իր կյանքի մեջ մտնի։ Օրինակ ասեմ։ Նույն Ծննդոց 3-րդ գլխում 8-րդ խոսքում գրված է, որ Աստված գալիս էր ու շփվում էր Ադամու ու Եվայի հետ, բայց երբ որ մեղք գործեցին, գրված է, որ Ադամն ու Եվան Աստծո երեսից թաքնվեցին, ծածկվեցին, բայց մինչ մեղք գործելը, սիրելիներս, Ադամն ու Եվան հիացմունքով շփվում էին Տիրոջ հետ, նրանց համար հաճելի էր Աստծո ներկայությունը, Աստծո հետ լավ էր անցնում իրանց ժամանակը, բայց արի ուտես, որ ինչ որ մի բան խանգարեց նրանց, մեղքի հետևանքով նրանք փախան Աստծո երեսից, Աստծո ներկայության մեջ մեղքը չի կարա մնա, սիրելիներս, նա միշտ փախնում է, մեղքը միշտ փախնում է Աստծո երեսից, խավարը լույսի մեջ չի կարա մնա, որտեղ Տիրոջ լույսն է, խավարը անդեղից հեռանում է, եթե կա խավար, նշանակում է Տիրոջ լույսի պակասություն կա, եթե ինչ-որ միտեղ կա մի իրավիճակ քո ներսում, որ դու ճնշում ես զգում, կամ հասկանում ես, որ էլ Աստծո երեսը չես փնտրում, էլ Աստծո հետ հանդիպում չես ուզում, նշանակում է ինչ որ մի բան տեղ է գտել ու լույսի կարիք կա։ Տեսեք ինչ է, Աստծո ներկայության մեջ մեղքը չի կարող մնալ, նա միշտ փախչում է Աստծո երեսից, եւ եթե նա մարդու մեջ է այդ մեղքը, այդ մարդուն էլ հետն է տանում, հա, մեղքն է քեզ գողանում Աստծուց, հեռացնում ու փորձում ստեղծել պայմաններ քեզ համար, որ դու քեզ թվա թե դու ինչ որ բան անում ես Աստծո համար, բայց Աստծուն չես ուզում տենաս։ Հակոբոս առաջի գլխի 14-ից 15 խոսքերում գրված ասում է, բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված։ Ամեն մեկը մեղքը հենց այնպես չի գալիս, սիրելիս։ Մեղքը չի կարա գա ու դու քնած լինես մտնի քո ներս, մինչև դու թույլ չտաս։ Եվ այստեղ գրված ասում է, ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված եւ խաբված։ Եթե մենք թույլ տանք, այսինքն եթե ինչ-որ մի բան հրապուրիչ է եւ մենք ընկնում ենք դրա մեջ, թույլ ենք տալիս, խորանում ենք ու խորացնում ենք մեր մեջ մեղքի ազդեցությունը։ Եվ շարունակում է եւ այնուհետեւ, որ ցանկությունը հղիացած է, ծնվում է մեղքը։ Եվ մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Եվ մենք ինչ ենք տեսնում, որ մահը չի լինում միայն ֆիզիկական մահ, սիրելիս, մահը չի լինում միայն այնպես, որ մարդու մարմինը մահացավ, ֆիզիկապես մահացավ, всё։ Մահը ոչ միայն ֆիզիկապես է լինում, մահը լինում է նաև հոգևոր բնագավառի մեջ։ Մարդու հոգևոր կյանքը կարա մեռնի, մարդը կենդանի է, բայց հոգևոր մահացած։ Ադամն ու Եվան կենդանի էին, որովհետև Աստված ինչ էր ասել, ասել էր այն օրը, երբ որ դուք այն ծառի պտղիցը կուտեք, մահով կմեռնեք, բայց մենք տեսնում ենք նրանք այդ պտղիցը կերան, բայց մահով չմեռան։ Այսօր սատանան մեզ խաբում է ու ասում, գիտես ինչ կա, այս ինչ ցանկությունդ, այս ինչ սրտիդ փափագը, որ իրականացնես, դա վնաս չի տա։ Այդ մի փոքր մեղքը քեզ ոչ մի բան չի անի։ Այ մարդ Աստված էլ ներող Աստված է, կների կգնա։ Մի հատ կապ աշխարհես, հետո ամեն բան կշտկվի։ Բայց մի փոքր բանը կարա բերի հոգևոր մահ։ Մի փոքր փափագը, ցանկությունը, խաբկանքը կարա բերի մահ, հոգևոր մահ։ Ադամն ու Եվան ֆիզիկապես կային, բայց արդեն իսկ Աստծո հետ նրանց փոխհարաբերությունները, հոգևոր նրանց վիճակը մահացած էր, Աստծո հետ շփումը մեռած էր։ Ասեմ մի բան, որ երբ որ մարդու այդ հոգևոր բաժինը դատարկ է լինում,
Երբ որ այդ հոգևոր բաժինը դատարկ է լինում, անպայման ինչ որ մի բան պետք է տեղը լրացնի։ Անպայման։ Այդտեղ դատարկ չի մնում։ Աստծո խոսքը միտեղ էլ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոս օրինակ է բերում ու ասում է մի դև, որը մի մարդուց հեռացել էր, այսինքն այդ մարդը ազատագրվել էր այդ դևի ազդեցությունից, ասում է գնաց, շրջեց, պտտվեց, ման եկավ ու ոչ մի տեղ չգտավ ու հետո հետ վերադարձավ, տեսավ այս նույն մարդը, ումից որ իրան ազատել, այսինքն իրանից ազատվել է այս մարդը, իրան չեն ազատել։ Այսինքն հետ եկավ, տեսավ այս մարդը սրբված, մաքրված եւ գրված է մի հետաքրքիր բառ՝ պարապ։ Ինչ է նշանակում պարապ։ Պարապ նշանակում է, որ այդ մարդը դատարկ է, այդ մարդը այդ տեղը, այդ բաժինը իր չի լցրել անհրաժեշտ իրավիճակով, անհրաժեշտ ներկայությունով, այսպես ասեմ։ Այդ մարդու հոգևոր վիճակը դատարկ է։ Ոսում այս դևը քանի որ տեսավ, որ պարապ է այս մարդու դատարկ, գնաց ու 7 ավելի դևեր վերցրեց, ավելի վատ ու եկան ու լցվեցին այս մարդու մեջ։ Հիմա սիրելիս, երբ որ մարդու հոգևոր այս ոլորտը դատարկ է լինում, Աստծո ներկայությունը մահացել է, չկա, ձգտում չկա, դրա տեղը անպայման ինչ-որ մի բան պետք է գա լցվի։ Ու մեծ մասամբ մարդիկ, որպեսզի այդ դատարկությունը լրացնեն ու լցնեն, հորինել են տարբեր տեսակի ծեսեր, արարողություններ, կանոններ, որպեսզի այդ դատարկ տեղերը լցվի։ Մեկը մարդը կարիք ունի։ Եկեք հասկանանք մի բան, օրինակի համար ասեմ, ով է տեսել Ռոբինզոն Կրուզոն ֆիլմը։ Մեծ մասը, անենց ֆիլմ եմ ասում, որ մեր Պակալենյան դա տեսել է։ Գիտեք, Ռոբինզոն Կրուզոյի մեջ կար մի հատ ուրփաթ։ Մենք էլ ունենք մի հատ ուրփաթ շաբաթվա մեջ, երկու ուրփաթ չի, բայց իր ուրփաթը կենթանի էր։ Ինքն էլ վայրի ցեղերից։ Ու հիշում եք, որ այդ ուրփաթը չէ, կներեք, Սինյոր Ռոբինզոնն էր։ Սինյոր Ռոբինզոնը տեսել եք, որ այդ ուրփաթը գիտես ինչ էր անում, որ գնում էին մի հատ արձան կար, մոտը կանգնում, աղոթում, հա, այն էլ կայծակ էր բերում, չգիտեմ ինչեր էր անում։ Հիշում եք այդ պահերը։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Ասում եմ, նայեք, այս մարդն էլ վայրի ցեղից է, բայց արի ուտես, որ վայրի են, վայրի չեն, Աստծուն ճանաչում են, չեն ճանաչում, մեկը մարդու ներսում ինչ որ աստվածային մի էսպիսի բան կա ձգտում վերին ուժեր, Աստված եւ այլը, որին երկրպագում են, խոնարհվում են։ Մեկը մարդու ներսում դա կա, որովհետեւ Աստված մարդուն այդպես է ստեղծել։ Աստված մարդուն անենց է ստեղծել, որ մարդը միշտ կարիք ունի իր։ Բայց երբ որ մեղք է գործում մարդը, այդ մեղքը հեռացնում է, նրա հոգևոր կյանքը սպանում է, կտրում է նրան Աստծուց։ Ու այդ տեղը լրացնելու համար մարդը հորինել է արդեն կրոնական բոլոր այդ ծիսակատարությունները, օրենքները, կանոնները, որ ինչ որ կերպ բավարարի իր այդ դատարկությունը։ Ու դա մեռած կրոնն է, սիրելիս, որ մարդու մեջ ուզում է զբաղեցնի կենթանի Աստծո տեղը։ Մարկոսի 15-րդ գլուխ 3-րդ խոսքը ասում է. դուք ինչու եք Աստծուն պատվիրանը զանց անում ձեր ավանդությունների համար։ Դուք հորինել եք ավանդություններ, ու ասում է ձեր ավանդությունների պատճառով ձեր ավանդությունները ավելի վեր եք դասում, քան կենթանի Աստծո հետ, քան ինձ, ասում է Աստված։ Մարդիկ այնքան հետաքրքիր են, ու ես զարմանում եմ, կա մի ճշմարիտ Աստվածաշունչ, ու այդ ճշմարիտ Աստվածաշունչը ուսումնասիրելու ու Աստծո խոսքով շարժվելու փոխարեն, այդտեղից ճշմարտությունը քաղելու փոխարեն, մարդիկ նույնիսկ հոգևոր մարդիկ կան, որոնք ինչ որ հոգևոր կանոններ են դնում։ Օրինակի համար ասում են Սուրբ Հոգով մկրտվելու համար, գիտեք ինչ մի հատ ճանապարհ է պետք անցնել։ Ջրով մկրտվելու համար չգիտեմ ինչ ուսմունքներ է պետք անել, ինչ մի հատ ծեսեր է պետք անել։ Աստծուն մոտենալու համար անհրաժեշտ է, կներեք, ես բառերիս համար չերեզես ծառայող, ինքն էլ չերեզեն մյուս, մեկն էլ մի փոքր աստիճանով բարձր ծառայողի միջոցով նոր հասնեն հովին,
հովիվը դարել է այսօր Աստծուց վեր, անհասանելի։ Ու ես զարմանում եմ, ասում եմ, ոնց կարելի է այդպես, սիրելիներս։ Վերցնել, անարգել Աստծո խոսքը ու մարդ ստեղծի կամ հորինի ինչ որ կանոններ ու այդ կանոններով ազդեն մարդկանց վրա։ Մարդ Աստվածաշունչը պարզ ու հասարակ է գրած։ Աստված հասանելի Աստված է։ Աստված ուզում է, որ ամեն մեկս ու ստեղծել է այդ պայմանները, որ ամեն մեկս ճանաչենք, մոտենանք իրան։ Մի քանի օրինակներ Աստվածաշնչից բերեմ, հիշում եք Աստվածաշնչի պատմությունները, երբ որ փարիսեցիները, դպիրները ու քահանաները խնդիրներ էին ունենում Հիսուս Քրիստոսի հետ։ Ո՞վ է սիրում Հիսուս Քրիստոսին։ Ինչի համար է սիրում Հիսուս Քրիստոսին։ Լավ գործեր անում, թե վատ։ Լավներ չի անում։ Հետաքրքիր է, 2000 տարի անցել է, մենք շատ ենք սիրում Հիսուսին, բայց Հիսուսի ժամանակակիցները ոչ բոլորն էին սիրում Հիսուսին։ Այդ լավ գործերի համար։ Գիտեք ինչի։ Փարիսեցիները, քահանաները, դպիրները այնքան էին հալածում Հիսուսին ամեն բանի համար, հայհոյում է, որովհետև ասեց քո մեղքերը թողված են։ Կամ Մարիամ Մագդաղենացին եկավ Հիսուսի ոտքերը լվանում էր, ախ Հիսուսը քո տուն է եկել, դու ես հրավիրել։ Դուք իրար հետ նստած մի սեղանի շուրջ ընթրիք եք անում, բայց քո սիրտը Հիսուսի հետ չի։ Ու հակառակվում էին, եթե իմանար, թե ով է այս կինը, ու նայում ասում ես, լավ, ով, բայց Հիսուսը ավելի լավ գիտի։ Քեզանից էլ լավ գիտի։ Բայց Հիսուսին հալածեցին ու անարգեցին եւ նույնիսկ խաչեցին, որովհետեւ Հիսուսը չէր համապատասխանում իրենց կրոնական սովորություններին։ Այսօր մենք ավելի վեր ենք դասում մեր հասկացողությունը, քան թե Տիրոջ ճշմարտությունը, սիրելիս։ Տիրոջ խոսքը կատարյալ է։ Տիրոջ խոսքը հրաշալի է։ Տիրոջ խոսքը զորավոր է։ Ու Հիսուս Քրիստոսը հասանելի է բոլորին։ Հիսուս Քրիստոսը հասանելի է բոլորին։ Որ մեկը տեք աղոթել ու Տերը չի պատասխանել։ Որ մեկը տեք խնդրում Տիրոջից ու Տերը չի տալիս։ Կա տենց բան։ Փորձել ես մոտենաս Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը հասանելի է բոլորին, բայց շատերը անհասանելի են Հիսուսին, որովհետև թույլ չեն տալիս, որ Հիսուսը մոտենա իրանց, որ Հիսուսը գա իրանց կյանքի մեջ ու բնակվի իրանց սրտերի մեջ։ Օրինակ բերեմ Աստվածաշնչից Հուդային, ով է հիշում, այն դավաճան Հուդային 3 տարի Հիսուս Քրիստոսի հետ էր։ 3 տարի Հիսուս Քրիստոսի հետ։ Այսօր մենք երազում ենք, որ Հիսուս Քրիստոսի ներկայությունը մեր կյանքից չպակասի, միշտ Հիսուսի հետ լինենք։ Հուդան 3 տարի Հիսուսի հետ էր։ Բայց ոչ մի բանում համաձայնություն չուներ Հիսուսի հետ։ Նրա սիրտը Հիսուսի հետ չէր։ Հիսուսը իր կողքին էր, բայց ինքը հակառակվում էր միշտ։ Տեղ չէր տալիս Հիսուս Քրիստոսին իր սրտի մեջ։ Սա մի վտանգավոր երևույթ է, սիրելիս, որ ուզում եմ սրա մասին մի փոքր ավելի սենց ճակերտները բացեմ։ Գիտես, կարաս լինես եկեղեցու մեջ, կարաս լինես Աստծո մեջ, հոգևոր կյանքի մեջ, ընթերցես, կարդաս, ինչ որ բաների մասնակցես, ծառայող լինես, բայց ուզում եմ ուշադրություն դարձնես քո սրտին։ Ուզում եմ ուշադրություն դարձնես, արդյոք ամեն բանի մեջ դու խոնարհվում ես Տիրոջ խոսքին ու համաձայն ես Տիրոջ խոսքին։ Ու համաձայն ես Հիսուսի հետ։ Թե բաներ կա, դու երևացող այդտեղ ես, բայց ներսևանց քո մոտ հակառակություն կա։ Բայց ներսևանց դու համաձայն չես։ Ասես ժպտում ես, բայց ասում ես աշկիտ է թվում։ Կա, չէ՞, տենց երևույթ։ Այնքան կարևոր է, որ հիշես այս պատմությունը Հուդայի։ Հուդան 3 տարի Հիսուսի հետ էր, բայց նրա սիրտը հակառակության մեջ էր։ Կա անպտղաբերություն, չբերություն։ Չբերությունը միայն կանանց մոտ չի լինում, սիրելիներս։ Հոգևոր չբերությունը լինում է բոլորի մոտ։ Հոգևոր անպտղաբեր վիճակը գալիս է մեզանից։ Սերմնացանի առակը լսել եք։ Սերմնացանի առակը շատ անտիր առակը, որը խոսում է մեր տեսակի մասին, թե որ տեսակին ենք պատկանում։ Սերմցանողը սերմացանում,
մեկը ընկնում է ճանապարհի եզրին, մեկը փշոտ տեղ, մեկը քարքարոտ տեղ, մեկը պարարտ հողի մեջ։ Գիտես, այդ սերմ ցանողը Տերն է։ Սերմը Աստծո կենթանի խոսքն է։ Երբ որ Տիրոջ խոսքը գալիս է, որ բաժնին ես դու պատկանում, այդ սերմը ուր է ընկնում։ Քարքարոտ տեղ, որ սիրտդ քարացած է ու չես ընդունում, լսում ես, բայց չես ընդունում։ Փշերի մեջ, որ կա հակառակություն, որ ինչ որ մի բան անես չի քեզ համար ու ամեն ինչ նայում ես ու անընդհատ տալի առնում, գցում բռնում ես, փորձում ես ինչ որ բաներ անես, բայց այդ փշերը խանգարելու է քեզ, մեկը պտուղ չես ունենալու։ Այնքան լավ է, որ մենք մեր սիրտը բացենք Տիրոջ առաջ։ Հիսուսը մի լավ բան ասում է, երեխեքի պես եղեք, անմեղ, միամիտ, աղավնիների պես միամիտ, օձերի պես կծող չլնենք, օձերի պես խորագետ, ոչ թե խորամանկ, որովհետև խորամանկությունը ի սկզբանե դա արդեն սատանայի էությունն է, իսկ խորագիտությունը դա Սուրբ Հոգուց է գալիս, Սուրբ Հոգուց է գալիս։ Երեխեքի պես ինչի համար Հիսուսը մեկ էլ ինչ էր ասում է, այս երեխեքին թողեք իմ մոտ գան, որովհետև այս երեխեքն են ժառանգելու երկնքի արքայությունը, ովքեր որ այս երեխեքի պես չեղան, երեխաների պես չեղան, երկնքի արքայությունը չեն ժառանգի։ Սաղմոս 11:7-ում գրված ասում է. Տերը արդար է, արդարություն է սիրում եւ ուղիղները կտեսնեն նրա երեսը։ Տերը արդար է, ինքը արդարություն է սիրում եւ ասում է ուղիղները կտեսնեն Տիրոջ երեսը։ Եթե կա անարդար գործեր, անարդար ճանապարհներ, լավ կլինի դրանք թողենք գանք դեպի արդարության ճանապարհները։ Աստված խոսում է, Հիսուս Քրիստոսը խոսում է այն որակների մասին, որի հետևանքով դու կհանդիպես Տիրոջը, որը կատարելով դու կդառնաս պտղաբեր հոգևոր կյանքում եւ քո անձնական կյանքում։ Եթե հոգևոր կյանքդ նվիրված լինի Հիսուս Քրիստոսին, հավատա, որ քո կյանքի մյուս բնագավառներն էլ օրհնված են լինել։ Օրհնությունը, որովհետև Տիրոջից է եւ ուրիշ ոչ մի տեղից։ Այսինքն, որովհետև Տերը արդար է եւ արդարություն է սիրում եւ ուղիղները կտեսնեն նրա երեսը։ Մատթեոս 7:7-8 ասում է, խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրող առնում է եւ որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։ Սիրելիներս, այս խոսքը ինչի համար են վերցրել, որպեսզի մենք տեսնենք Տերը ինչ պայմաններ է ստեղծել մեզ համար իրեն մոտենալու համար։ Աստված չի ասում կգնաս 7 սարային կողմ, 7 ձորային կողմ, կբարձրանաս, չգիտեմ, սարերով, ձորերով, կգնաս ես ինչ քարը կգտնես, ես ինչ ծառի տակ կտանես, կդնես, սենց մի հատ բան կանես, նոր հələ կմտածեմ, բժշկեմ քեզ թե չէ։ Քո խնդիրներին լուծում տամ թե չէ։ Նայեք, ինչքան պարզ է, չէ՞։ Աստված շատ հասանելի է։ Մեզ էլ ճանապարհն է ցույց տալիս։ Շատ պարզ ու հասարակ, ասում է խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում, որ Տերը անի քեզ համար։ Ուզում եմ, չգիտեմ, լավ բան ուզեք, բայց խնդրում եմ։ Վատ բան չուզեք, սրա նրա վատը չուզեք։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, թող ձեր շուրթերից օրհնություն դուրս գա։ Հա? Արդար լինի ձեր ճանապարհները եւ ուղիղ լինի ձեր սիրտը, ձեր միտքը, ձեր գործերը, հա? Ու Տերը ասում է, ինչ որ ուզում ես, խնդրի ու կտրվի քեզ։ Ուղիղ կապով խնդրի Տիրոջից։ Եվ շարունակում ասում է, որոնեցեք եւ կգտնեք։ Որոնեցեք եւ կգտնեք նշանակում է Տերն ասում է, երբ որ քո ներսում այդ ցանկությունն ու ծարավն առաջանա դեպի ինձ գաս ու ինձ որոնես, հաստատ կգտնես։
Հաստատ կգտնես, ես հեռու չեմ։ Որոնեցեք եւ կգտնեք։ Ասма դուրը թակեցեք եւ կբացվի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրողը առնում է եւ որոնողը գտնում է եւ դուրը թակողին կբացվի։ Երեմիայի 33:3-ում գրված է այսպես ասма կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ չգիտեիր։ Կանչիր ինձ ու ասма ես քեզ կպատասխանեմ, ասում է Տերը։ Քեզ ասում։ Հենց քեզ ասում։ Հենց քեզ հարց ունես, կանչի Տիրոջ անունը։ Գնա քո խոսքն ասում է մտի քո ծածուկ սենյակը։ Քո ծածուկ սենյակը որն է, դա քո սիրտն է, դա քո ներսն է, դա քո անձնական վայրն է, որտեղ ուրիշ մեկը չի կարա մտնի։ Օրինակ մարդու հետ զրուցում ես, բայց հասկանում ես, ասում ես լսի, տենց է չհասկացա, նրա սրտում ինչ որ մի բան կար, տենց է չհասկացա։ Ներսը ինչ կար, չիմացա։ Դա քո անձնական տարածքն է։ Մտիր քո անձնական տարածք ու կանչի Տիրոջ անունը։ Ու Տերը անպայման կպատասխանի քեզ։ Հիսուսը մի կարևոր բան էլ ասեց Մարկոսի 4-րդ գլխի 11-ից 12-րդ խոսքերում։ Ձեզ տրված է Աստծո արքայության խորհուրդները իմանալ, բայց նրանց, որ դրսիններից են, ամեն բան առակներով է լինում։ Աստված, այսինքն Հիսուս Քրիստոսը, այստեղ խոսում է երկու տեսակի մասին, ասում է ձեզ տրված է Աստծո արքայության գաղտնիքները իմանալ, բայց դրսիններին տրված չի, ովքեր են դրսինները։ Այն որ կանգառում կանգնած են, այն որ եկեղեցու դուրսն են, գիտեք, ներսի ու դրսի վիճակի մասին է խոսում։ Տերը քո ներսում է, թե Տերը քո դրսում է։ Դու թույլ ես տալիս Տերը գա քո ներս ու բնակվի քո ներսում, եւ դու դառնաս Տիրոջինը, թե քո ուշք ու միտքը հələ դրսի կյանքն է, մեղքն է, արտաքին վիճակն է, ֆիզիկականն է, եւ ամբողջովին տարված ես դրանով ու դու ներսինը չես, Տիրոջ մեջ չես ու Տերը քո մեջ չի։ Շատ պարզ է Տերը խոսում։ Ասում է ներսիններին տրված Աստծո արքայության գաղտնիքները իմանալ, եթե դու Տիրոջ մեջ ես ու Տերը քո մեջ է։ Ասում է, բայց դրսիններին, ովքեր որ դեռ աշխարհի կյանքի մտածելակերպ ունեն, դեռ հեռու են Աստծուց, թույլ չեն տալիս, որ Տերը գա ու բնակվի իրանց մեջ, Տերը Տիրոջը ներս չեն թողում, ասում է նրանց հետ առակներով ենք խոսում։ Այսինքն մարդը կարա Աստծո խոսքը կարդա, ընթերցի ու տենց էլ չհասկանա, թե ինչ էր գրված այդտեղ, որովհետև ինքը դրսի մարդ է։ Հուդան 3 տարի Հիսուսի հետ էր, բայց տենց էլ չհասկացավ Աստծո գերբնական ծրագրերը ու որ ինքը հենց կենթանի Աստծո հետ է։ Փարիսեցիները, ելի եմ կրկնում, նրանք այնքան էին տարված դրսի, այսինքն մարդկային այդ բոլոր օրենքներով ու ծեսերով, որ Հիսուս Քրիստոսը իրանց հետ էր ու տենց էլ չհասկացան, որ ինքը Տեր ու Փրկիչն է։ Բայց այսօր սպասում են դեռ։ Այսօր են սպասում։ Բայց Աստծո խոսքը շարունակում է հենց այդ գլխի մեջ 12-րդ խոսքում ասում է. շատերը տեսնելով կտեսնեն եւ չեն տեսնի, լսելով կլսեն եւ չեն իմանա, բայց միգուցե ասում է ետ դառնան եւ մեղքերի թողություն անեն, ապաշխարեն ու փրկություն ունենան։ Տերը հնարավորություն է տալիս միշտ։ Մենք տեսնում ենք այստեղ Աստծո ներկայություն, Աստծո էությունը, Աստծո բնավորությունը, որ Աստված միշտ պայմաններ է ստեղծում։ Աստված միշտ ձեռքը մեկնում, Աստված միշտ ասենց փափագով սպասում է, թե երբ դու դեմքով կշրջվես իրան, սիրտդ կբացես ու կմոտենաս Տիրոջը ու կսկսես ճանաչել իրան։ Հովհաննեսի 3-րդ գլխի 16-17 խոսքերում ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդին չուղարկեց
աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկություն ունենա։ Աստված անենց սիրեց այս աշխարհը, ոչ թե այս աշխարհի, չգիտեմ ինչ, այս աշխարհում մենք ենք, որ սիրելու բան ենք Աստծո համար, որ Աստված գնահատում ամեն մեկից ու փափագով սպասում է հենց մեր համար Աստված ասում է իր միածին որդուն ուղարկեց, որ Հիսուս Քրիստոսը գա ոչ թե աշխարհը դատի, այլ նրան հավատացողը հավիտենական կյանք ունենա։ Հիմա հարց. Եթե Հիսուս Քրիստոսը Աստված լինելով եկավ ու չդատեց, այլ փրկության բարի լուրը տարածեց, մարդիկ կան, տեսնում ես, Հիսուս Քրիստոսից իրանց առավել են դնում, անենց են դատում մյուսներին, անենց են դատում մի եկեղեցին մի ուրիշ եկեղեցու դիրքին, դրվածքին եւ այլն, ու զարմանում ես, ասում ես Հիսուսը չեկավ դատել, Հիսուսը եկավ, որ նրան հավատացողը փրկություն ունենա, բա մենք ոնց կարող ենք Հիսուսից առավել մեզ դնել, վեր դասել, ու մենք ով ենք, որ դատում ենք ուրիշներին։ Ասի քանի կարաս դատելու փոխարեն Տիրոջ փրկության այդ բարի լուրը տարածես։ Կարաս տարածես։ Լավ բան արա էլի։ Ասում եմ լավը չես կարող գոնե վատնել մի արա։ Բայց դե մենք կանչված չենք դատելու, որ Հիսուսը Աստված լինելով չդատեց, այլ բարի լուրը տարածեց, որ փրկվենք մենք Հիսուս Քրիստոսով։ Եկեք մենք էլ այդ փրկության լույսն ու աղը լինենք։ Հա? Ամեն մեկս մենք պատասխան ենք տալու մեր ապրած կյանքի համար Աստծո առաջ։ Ամեն մեկս դատելով դու մարդու կյանքը չես փոխի, մարդուն դեպի Աստծուն չես բերի, դատելով դու այդ մարդուն կհիասթափացնես Աստծուց։ Այն մարդը ոնց կա, Հիսուսը դրա համար էլ եկել է, ոնց կա, տենց էլ փրկի։ Այդ տենց էլ կանչի դեպի իրան։ Ոնց կա, կանչել է, որպեսզի այստեղ փրկություն ունենանք։ Հա? Ուրիշ ոչ մի բանի համար։ Չեկավ դատելու։ Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 9-րդ խոսքում ասում է. սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին որդին ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Սիրելիս, եկեք չդատենք ու կյանքը սպանենք, եկեք Հիսուսի նման փրկությունը քարոզենք եւ մեռած մարդկանց կյանքի մեջ կյանք, շունչ, հավատք եւ հույս ներշնչենք Աստծո խոսքի համաձայն, որ այդ մեռած կյանքից մարդիկ գան դեպի հույսը, դեպի հավատքը, դեպի Հիսուս Քրիստոսը, դեպի կենթանի խոսքը։ Մի բան էլ ասում, Աստծո խոսքը շատ հետաքրքիր, գիտեք Հիսուսը երբ որ եկավ, մենք ինչ ենք տեսնում, չգնաց գիտունների, իմաստունների, քահանաների մոտ։ Հիսուս Քրիստոսը այս աշխարհ եկավ, գրված է, որ եկավ այս աշխարհ ոչ թե իմաստունների ու գիտնականների հետևից, նրանց համար, այլ այս աշխարհ եկավ, որ այս աշխարհի տկարներին, անտոհմներին ընտրեց, որ աշխարհի գիտուններին ու իմաստուններին հիմարացնի։ Ու հարց ինչի համար։ Հիսուսը եկավ հոգով ծարավների համար, սիրելիս։ Շատ անգամ նայում ես գիտությունը, ոչ գիտությունը դա Աստծուց է տրված։ Եվ կրթվել, լինել գիտակ, իմաստուն, դա Տիրոջը փառք է բերում։ Բայց շատերը վերցնում են գիտությունը ու փորձում են հենց Տիրոջ տված գիտությունով հերքեն Աստծո իրական լինելը։ Ու մնում ես զարմացած։ Ոնց որ Աստված հնարավորություն է տվել ճանաչենք իրան, մենք այդ հնարավորությունը օգտագործում ենք Աստծուն հերքելու համար։ Դրա համար Աստված եկավ ոչ թե գիտնականների, իմաստունների նրանց համար, որովհետև նրանց ներսը այնքան է լցված դրանով, որ Աստծո համար ոչ տեղ կար, ոչ էլ ժամանակ։ Եվ գրված է առաջի Կորինթացիս առաջի գլխում 27-ից 31 խոսքում ասում Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որ ամաչեցնի իմաստուններին, եւ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին,
եւ աշխարհի անտոհումներին եւ անարգվածներին Աստված ընտրեց եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնի, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա նրա առաջ, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տերով պարծենա։ Ոչ թե մեր իմաստությունով, մեր գիտությունով, որով էլ փորձում են մարդիկ միմյանց դեմ այդ թրերը հանել ու կռվել եւ այլը, փորձել համոզել, սիրելիս ասում ով որ ուզում է մի բանով պարծենա, թող Տիրոջով պարծենա։ Իսկ Տիրոջով կարա պարծենա այն մարդը, որ Տիրոջ խոսքով լցված է։ Իդեպ, երբ որ Տիրոջ խոսքով լցվում ես, գիտես ինչա գալիս։ Ոչ թե պարծանք, դու գիտես, ես նոր եմ ու քեզանից շատ գիտեմ, ու ես հիմա սենց, ես ինչ գործեր եմ անում, չէ, երբ որ լցվում ես Տիրոջով, խոնարհություն է գալիս իրելիս։ Գիտես խի, որովհետև Տիրոջով լցվես ու խոնարհություն չգա, նշանակում է Տիրոջով ես լցվել։ Տիրոջ ներկայությունը բերում է խոնարհություն, սեր, վերաբերմունք, ճիշտ դրսևորումներ, ոչ թե ամբիցիաներ ու հպարտություն ու մեծամտություն։ Այդ մեծամտությունը Արուսյակ հրեշտակին, որ երկնքից վայր գցեց, դժվար չի այդ մեծամտությունը քեզ ստեղել վայր գցի։ Մի կողմ դիր այդ մեծամտությունը։ Դատը, մեկը, մյուսը գցեցեք մի կողմ ասում է, ով որ ուզում է պարծենա, թող Տերով պարծենա ու ոչ մի ուրիշ բանով։ Իսկ Տիրոջ պարծանքը հպարտություն չի, խոնարհություն է բերում։ Հույսդ երբ որ կդնես Աստծո վրա, դու կտեսնես ամեն բնագավառում հաջողված ես։ Բայց երբ որ հույսդ դնում ես քո ձեռքի ուժի վրա, կարողության վրա, երբ որ հույսդ դնում ես քո աշխատանքի ու ֆինանսների վրա, երբ որ հույսդ դնում ես գաս, աղոթեն, հրաշքդ վերցնես ու գնաս այդ հրաշքի վրա, իմացի, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ Շատ ժամանակավոր բնույթ են կրում։ Եթե քո հույսը Աստծո վրա չի, դրանք վաղ թե ուշ վերջանալու են։ Հա? Վաղ թե ուշ վերջանալու են։ Օրինակ մարդիկ կան, շատ ուժեղ հոգևոր են։ Շատ հոգևոր բիզնեսմեններ են։ Լսել եք sense արտահայտություն, հոգևոր բիզնեսմեններ։ Իրանք գիտեն, երբ գան եկեղեցի, երբ չգան եկեղեցի, հա, ալիքը բռնում են, եղանակին լավ ծանոթ են, երևի վերևների հետ կապ ունեն։ Բանը, որ օրը օրինակ լավ ծառայություն ալնել, դե միշտ է ծառայությունները լավ է, անկեղծանամ, բայց որ օրը աղոթքի կարիք ունեն, հրաշքը վերցնելու կարիք ունեն, գիշերվա ժամը 3-ին լինի հանգիստ չեն տալ։ Քիչ է մնում գան, օրհնությունը տնից վերցնեն, տանեն։ Գալիս են եկեղեցի, աղոթքով, բանով վերցնում են իրանց օրհնությունը ու գնում, բայց հետո չկան։ Ասում ես երևի շատ էր դոզան։ Բայց գնում են ու հետո մեկ էլ մի որոշ ժամանակ հետո տեսնում ես նորից եկան։ Մի կարճ ժամանակ հետո, որովհետև այն օրհնությունը, այն հրաշքը, որ վերցրեցին, դա վերջանում է, չէ՞։ Գիտես, կա աղբյուրներ, որ այդ աղբյուրների մոտից չպետք է հեռանաս։ Ու այդ աղբյուրները ոչ թե պետք է նենց անես, որ չհորանա, այլ այդ աղբյուրները պիտի խորացնես, որ այդ ջուրը երբեք չպակասի։ Աստծո կենթանի աղբյուրներից գալիս են մի բաժակ ջուր վերցնում, վազելով գնում, ճանապարհին կեսը թափում են, մի կումանում, հետո նորից հետ են գալիս։ Այ մարդան չես հեռանում այդ կենթանի աղբյուրներից։ Արի հաստատվի դրա մեջ։ Արի մտի այդ կենթանի աղբյուրների մեջ, որովհետև քո օրհնությունը տեղից է, Աստծուց է։ Հույսդ մի դիր այդ մի բաժակ ջրի վրա, այդ մի փոքր օրհնության վրա, հույսդ դիր այն կենթանի աղբյուրների վրա, որ միշտ տեղ լինես։ Նայում ես դալար, պտղաբեր, ծառա, բայց որ այդ ծառը արմատներով հանես, դնես միտեղ, որ հողի մեջ չդնես, միտեղ դնես, այդ ծառը ինչ կլինի, ասեմ ինչ կլինի, առաջիկա մի քանի օրվա մեջ ոնց կարա տենցել գեղեցկությունը կպահպանի, բայց հետո կամանց այդ ծառը կսկսի չորանալ, կներեք հայերեն սենց մի հատ բառ կա, ճլորել, ճմարթվել, հա տերևները թափվել, բերքը պոկվել ընկնել, ու հետո այդ ծառը էլ բերք չի տա, ընդհանրապես չի էլ կարա գոյություն ունենա,
Ծառը նրա համար չի, որ իրան պոկես հանես, ծառը նրա համար է, որ տնկես ու ինքը արմատները խորացնի, ավելի ամրանա, ու գիտես ինչ, այն քամիների փոթորիկների ժամանակ անգամ այդ քամիներն ու փոթորիկները չկարողանան նրան գցեն, որովհետև իր ամուր արմատները իրան պահում է, սնուցում ու պտղաբեր է դարձնում։ Մենք էլ ենք, հոգևոր կյանքն էլ ատեց։ Եղիր Աստծո տան մեջ խորը արմատներ գցող, Աստծո խոսքի մեջ խորը արմատներ գցող եղիր։ Ճշմարտությունը տեղը, ուրիշ տեղ ճշմարտություն չկա։ Ով ինչ էլ ասի, կարա շատ համոզիչ ասի, կարա շատ գեղեցիկ ասի, բայց ճշմարտություն չլինի։ Ասում է, չգիտեմ ինչ ես ասում, բայց շատ համարձակ ու համոզիչ ես ասում։ Ոնց որ թե սկսում եմ համոզվել, բայց մեջը ճշմարտություն չկա։ Գիտես, ճշմարտությունը Տիրոջ կենթանի խոսքն է։ Այդտեղ արմատներդ խորացրու, եկեղեցու մեջ խորացրու, ասեմ քեզ, կյանքը առանց խնդիրների ու փոթորիկների չի լինում։ Ամեն մեկս մեր ալեկոծություններն ենք անցնում, ամեն մեկս, բայց եթե խորը արմատներ ունես գցած, այդ փոթորիկներն էլ կգան, քամիներն էլ կգան, հեղեղներն էլ կլինեն, բայց քո խորը արմատները քեզ ամուր կպահեն ու միշտ կմնաս պտղաբեր ու դալար։ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 24-27 խոսքերը։ Արդ ամենով, որ իմ այս խոսքերը լսում է եւ կատարում, ուզում եմ ուշադիր լինենք։ Ամեն մարդ, Հիսուսն ասում, ով իմ այս խոսքերը լսում է եւ ոչ միայն լսում է, այլ նաեւ կատարում։ Ինչ է տեղի ունենում։ Ասում է կնմանեցնեմ մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերը վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին եւ նա չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Ո՞րն է այդ խոսքը։ Ո՞րն է այդ ժայռը։ Այդ ժայռը հենց Հիսուս Քրիստոսի կատարյալ խոսքն է, Աստծո խոսքն է, որը քեզ համար դառնում է ամուր, ապավեն եւ ժայռ, որը քեզ համար դառնում է մի ամրություն, որ այս կյանքի փոթորիկներն ու քամիները քեզ ոչինչ չեն կարող անել։ Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց չի կատարում, նրան կնմանեցնեմ մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեց։ Սիրելիս, քո կյանքում ինչ էլ ուզում ա լինի, այդ խնդիրներին մի տրիր։ Այդ խնդիրները կփորձեն քեզ արմատախիլ անեն Աստծո տանից, Աստծո խոսքից, ամուր ժայռից հեռացնեն ու տանեն դեպի անապատ։ Խնդիրները քեզ տանելու են անապատ, ուրիշ տեղ չունեն։ Խնդիրը ինքը սարեր չի մագլցում, ինքը սարերից վայր է գցում ու տանում դեպի չորություն։ Այնպես որ արմատներդ խորացրու Տիրոջ մեջ, արմատներդ խորացրու Աստծո մեջ, թող քո տեղը նստող չլինի, չեմ ասում թուրու թվանքով գաս եկող կիրակի կռիվանես նստողի հետ, արմատներդ խորացրու, այդ իմաստության կենթանի ջրերը քաշի ու կտեսնես շատ կարճ ժամանակում Տերը քեզ կդարձնի պտղաբեր։ Հիսուս Քրիստոսը անհասանելի Աստված չի, ինքը հասանելի Աստված է։ Սաղմոս 85 գլուխ 9-րդ խոսքը ասում է. իրավի որ նրա փրկությունը մոտիկ է նրանից վախեցողներին, որ փառքը բնակվի մեր երկրում։ Ասում է իրավի Աստծո փրկությունը մոտիկ է իրանից վախեցողներին համար։ Եվ ասում է մեկ
արդարի պատճառով քո երկիրը, քո տունը կփրկվի։ Մեկ արդարի պատճառով, ով այդ արդարը, որ իրան նվիրում է Տիրոջը, Տիրոջ երկյուղը ունի, Տիրոջ ծարավն է խոսքի, ամեն օր փնտրում է Տիրոջ երեսը, ու ասում է Տիրոջ փրկությունը այդպես մարդկանց վրա է իջնում։ Եվ նաև ասում է, որ մեկ արդարի պատճառով նրա տունը, քաղաքը, երկիրը փրկություն կունենա։ Ու դա դու ես, սիրելիս։ Սաղմոս 145:18 խոսքը ասում է. Տերը մոտիկ է բոլոր դեպի իրեն կանչողներին։ Լսում ես։ Տերը մոտիկ է ամեն իրեն կանչողներին, բոլոր նրանց, ովքեր կանչում են իր անունը։ Դու կանչում ես Տիրոջ անունը։ Դու գիտես Տիրոջ անունը։ Դու սիրում ես Տիրոջը։ Սիրելիս, Տերը մոտիկ է քեզ։ Տերը հեռու չի, Տերը անհասանելի չի։ Տերը մոտիկ է բոլոր դեպի իրեն կանչողներին, այն ամենին, որ կանչում են նրա ճշմարտությունով։ Հակոբոս 4:8-ն էլ ասում է, վերջի տեղն եմ կարդում։ Մոտեցիր Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Մոտեցի Աստծուն, ու նա կմոտենա ձեզ։ Հիսուս ջան, շնորհակալ ենք քեզանից։ Փառքի Աստված, շնորհակալ ենք քո այս թանկ խոսքերի համար, որոնք կյանք են, որոնք Տեր իմ Աստված օծման յուղ են մեր մտքի, մեր սրտի, մեր մարմնի համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք այս հրաշալի կենթանի ներկայության համար, որով լցնում ես քո եկեղեցին եւ լցնում ես քո եկեղեցու ամեն մի մարդու սիրտը, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քո կենթանի այս զորության ներկայության համար, մեր միակ հույս, մեր ապավեն եւ ամուր ժայռ, մեր կյանքը քեզ է պատկանում։ Եվ առանց քեզ մենք կյանք չունենք, սիրելի Հիսուս։ Եվ փափագում ենք ու ծարավ ենք ամեն ժամանակ քո երեսը տեսնելու, քո քաղցր ու անուշ ձայնը լսելու եւ քեզ հետ հանդիպում ունենալու, սիրելի Հիսուս։ Մենք շնորհակալ ենք, որ մեզ համար ստեղծել ես այս հրաշալի պայմանները եւ ամենուր եւ ամեն ժամանակ դու մեզ հետ ես։ Փառք, մեծարանք եւ պատիվը քեզ։ Հալելույա, ամեն։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներս։